մի հատ բարի լուր ունեմ ասելու, դու այսօր հիմա նստած ես լույսի մեջ։ Ստես դու, գերես աշխարհը պատել է խավարը, աշխարհին պատել է պղծությունը, աշխարհը պատված է մեղքով, բայց Աստծո ողորմությամբ այսօր մենք հավաքվել ենք, որ նստենք իր լույսի մեջ, որ կանգնենք իր լույսի մեջ, որ լինենք իր կյանքի մեջ, որ այն ինչ որ Տերը ունի այսօր մեզ համար անելու, որ մենք փոխված այսօր գնանք լրիվ ուրիշ մարդ դարձած, հալելույա։ Գաստ է մարդ, որ ուզում է լրիվ ուրիշ մարդ դառնա։ Այն մարդը, որ հաճելի կլինի Քրիստոսին, այն մարդը, որը կլինի օգտագործված Քրիստոսով, այն մարդը, որ կվայելի կյանքը Քրիստոսի հետ, այն մարդը, որ ոչ մի պարտություն իր կյանքում չի ունենա, որովհետև նրա ամբողջ հույսը Հիսուսն է, հալելույա։ Ամեն։ Եվ գիտեք, սա գալիս այն ժամանակ, երբ որ մենք լսում ենք Աստծո հոգով։ Եվ այսօր օրն է սիրելիս, որ դու լցվես Աստծո հոգով եւ սկսի Աստծո պարգևները գործածվել քո կյանքում, հալելույա։ Որտեղ միջև դու չլցվես, դու չսպասես Աստծուց եւ չուզենաս, Աստված ոչինչ չի կարող անի։ Քո կամքին հակառակ Աստված չի գործի։ Բայց երբ որ դու քո կամքդ ամբողջությամբ խոնարհեցնում ես Աստծուն եւ ասում ես. Տեր իմ Աստված, ես այլևս իմս չեմ եւ ես քոնն եմ եւ ես ուզում եմ վերցնեմ այն, ինչ որ դու պատրաստել ես ինձ համար, Աստված խոսք ունի քեզ տալու, որտեղ դու եկել ես այսօր Աստծո մոտ, ոչ թե մարդու մոտ։ Փառք Հիսուսին։ Դու եկել ես Տիրոջ հոգով լցվելու, Տիրոջից ստանալու եւ այդ հոգին ժամանակավոր հոգի չի, որ գիտես այսօր կար այդ հոգին լցվի եւ վաղը ինքը գնա։ Նա եկել է Հավիտյան, ասա Սուրբ Հոգին եկել է Հավիտյան։ Իմ հետ մնալու։ Բայց մեր կարգավիճակը եւ մեր արտահայտումը Տիրոջը ոնց պետքա լինի։ Տերը պետքա տեսնի, որ մենք ուզում ենք լցվենք։ Տերը պետքա տեսնի, որ մենք միաբանենք։ Պետք է տեսնի, որ մենք, հալելույա, փափագում ենք Սուրբ Հոգով լցվելու։ Որտեւ այն մարդը, որ փափագում է, անմասն չի մնում Աստծո ծրագրերից։ Այն մարդը, որ ձգտում է Աստծո հետևից գնալու, ճշմարտությունը վերցնելու, Աստված անմասն չի թողնում։ Որտեւ նա տեսնում է մարդու սիրտը քննում է եւ ամեն բան անում է, որպեսզի այն խոսքը, որ դեռ ի սկզբանե իր մարգարեների միջոցով Տերը խոսացել էր, այսօր իրականություն դառնա յուրաքանչյուրիս կյանքում, հալելույա։ Որովհետև շատ կարևոր է, որպեսզի այսօր մենք Տիրոջ մարգարեական խոսքը վերցնենք յուրաքանչյուրս մեր կյանքի վրա եւ չանտեսենք այն, ինչ որ Տերը իր խոսքի միջոցով, թե հանդիմանությունը, թե այն ուսուցումը, որ Սուրբ Հոգին բերում է, թե այն գիտությունը, որը թույլ է տալի, որ մենք չմոլորվենք։ Հալելույա, որտեղ Աստծո ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով շատ ժամանակ մոլորվում եւ կորում։ Բայց Աստծո Հոգին գալիս է, որպեսզի մեզ ամրացնի այն հիմքերի վրա, որը մեզ թույլ է տալիս վայելելու այն կյանքը, որ Քրիստոսի մեջ է։ Եվ այդ ճանապարհն է բացում Աստված դեպի Քրիստոս, որտեղ մենք վերցնում ենք այդ խոսքը եւ շարժվում ենք այդ խոսքով։ Եթե դու սիրելիս այսօր չվերցնես Աստծո խոսքը եւ շարժվես այդ խոսքով, դու չես հասնի այնտեղը, որտեղ որ Աստված նախանշել է, հալելույա։ Դու չես կարող հասնել այն օրհնություններին, որ Տերը խոստացել է, որտեղ դու պետք է պարտադիր պետք է կատարես նրա կամքը։ Դու պետք է ընդունես նրա կամքը, որտեղ եթե դու նրա կամքը եւ նրա պատվիրանները չկատարես, ապա այստեղ ինչ որ բան կարա խառնվի եւ կարա ճեղքվի։ Եվ դու չհասնես նրան ինչ որ նախապատրաստված այսօր քո համար, բայց այսօր Աստված թույլ է տալիս մեզ, որպեսզի նրա խոսքը վերցնենք, որտեղ նրա խոսքը չի անցնի միջով որ չկատարվի, հալելույա։ Իսկ դու այսօր ամեն մեկը ես հավատում եմ, որ Աստծո խոսք ունեք ձեր անձնական կյանքի համար։ Եվ հենց այդ կյանքն է, որ Աստված ուզում է ինչ անի ակտիվացնի մեր մեջ հավատքի կյանքը, հալելույա, ամեն։ Այդ հավատքը, որը որ թույլ կտա տեսնելու Տիրոջ զորությունը, տեսնելու Տիրոջ պարգևները, տեսնելու Տիրոջ ամբողջ էությունը, հենց դա է, որ մեզ դրդում է, որպես մենք հավատքով ներկայանանք Աստծուն եւ բերենք մեր սրտերը Տիրոջ առջև եւ ասենք, ահա մենք Տեր կանգնացենք քո առջև եւ խնդրում ենք քեզ, որպեսզի դու փառավորվես մեր կյանքում, հալելույա։ Գիտեք սիրելիներս, ես այսօր առավոտ շուտ մի հետաքրքիր
հետաքրքիր բան կատարվեց, որտեղ այս 3 օր զանգում էին եւ խնդրում էին, որ մի 92 տարեկան տատիկ կա, որ ինքը շատ մահամերձ արդեն եւ խնդրում էին, որպեսզի գնանք եւ աղոթեմ իրան համար։ Գիտեք, ես ասում եմ, ես այսօր այդպիսի հրաշալի ժամանակ չեմ ունեցել, ոնց որ այսօր առավոտյան ունեցա։ Ես այդպիսի ներկայություն շատ հազվագույն է լինում, որ այդպիսի ներկայության մեջ ես մտնում, որ ես այսօր վայելել եմ դա, հալելույա։ Եվ այսօր ամեն մեկիս կյանքում Աստված տալիս է հնարավորություն վայելելու, բայց որտեղ, այնտեղ որտեղ որ Քրիստոսը ուզում է գործ անի, հալելույա։ Այնտեղ որ Քրիստոսը, հալելույա, ուզում է ցույց տա մարդու հանդեպ իր մեծ սերը, չնայած այդ մարդը իր կյանքը ապրել է 92 տարի առանց Քրիստոսի եւ եկել է ժամանակը, որպեսզի Աստված փառավորվի եւ Աստված հնարավորություն է տալի այդ ծերացած կնոջը ճանաչելու իրան եւ փրկելու։ Եվ այնքան հրաշալի ներկայություն է, ես զարմացել եմ, 3 օր զանգում են եւ ասում են մամերձ, շատ վատ է, միայն խնդրում ենք, որ գաք եւ աղոթեք նրա ապաշխարության համար։ Ու գիտեք մի հետաքրքիր բան, ես համատում եմ, որ այսօր քո կյանքը կփոխվի եւ դու լրիվ ուրիշ մարդ կդառնաս։ Որտեղ որ գալիս է Աստծո հոգին, այնտեղ մարդը նույն ձևի չի կարա մնա։ Եթե դու այսօր եկել ես սիրելիս սպասումով եւ Աստծուց վերցնելու, որտեղ այսօր շատ մարդիկ զբաղված են, շատ մարդկանց համար, գիտես, իրանց գործերը ավելի կարևոր են, քան Աստծո հետևից գնալը։ Աստծո մարգարեական խոսքը երբեք չանտեսես սիրելիս, որտեղ խոսքը զորություն ունի։ Հալելույա։ Եվ գիտեք հետաքրքիր որն էր, երբ որ ես աղոթեցի Փառք Հիսուսին։ Գիտես, դու դառնում ես ամենաերջանիկ մարդը այն պահին, երբ որ դու զգում ես, որ դառնում ես պտղաբեր Աստծո արքայության համար։ Որ ինչ որ մեկին կարողանում ես բերել Աստծո լույսը, հույսը եւ փրկությունը Քրիստոսի միջոցով։ Եվ գիտեք որն է հետաքրքիր։ Հալելույա, ասա ես այսօր ուրիշ մարդ եմ դառնալու։ Փառք Հիսուսին։ Երբ որ իր թորը եկամ ասեց սուրճ եմ դրե, արեք սուրճ խմենք աղոթքից հետո, ես տատիկ ասեց ես էլ եմ ուզում ձեր հետ խմեմ։ Ու ինքը իր ոտքով եկավ, մենք նստեցինք իրար հետ սուրճ խմեցինք։ Փառք Հիսուսին։ Գիտեք, այդ ժամանակվա մեջ ես զգացի ինձ ամենաերջանիկ, ամենահարուստ, ամենաօրտնված մարդը։ Որտեղ, գիտեք, որտեղ որ Տիրոջ կամքը կատարվում է, որտեղ Տերը գործում է, հալելույա, եւ Տերը հնարավորություն է տալի մեղավորին, որ մեղավորը դառնա արդար, վերստին ծնու դառնի եւ գնա երկինք, դա ամենաերջանիկ ժամանակն է, որ դու ունենում ես։ Որտեւ այդտեղ գործում է Աստծո ամբողջ ծրագիրը, փրկության ծրագիրը, որի մեջ դու մասնակցություն ես ունենում։ Եվ այսօր Աստված քո կյանքում ուզում է բերի հենց այդ իրավիճակը, որ դու դառնաս իր ծրագրերի մասնակիցը։ Փառք Հիսուսին։ Ոչ թե դու մտածես, որ դու փրկված ես, ոչ թե դու մտածես, որ ամեն բան սենց քո համար լավ է, այլ մտածես, թե որն է Աստծո համար բարին հաճելին ու կատարյալը։ Որն է Աստծո համար առաջնայինը, որ դու տեսնում ես քո դիմացինդ, հալելույա, խավարի մեջ է, տանջանքների մեջ է։ Գիտես նրա ցանկությունը որն էր։ Նա ուզում էր մահանալ, նա ուզում է գնա, բայց ասում է մենակ չտանջվեմ։ Դուք պատկերացնում եք, որ մարդը կյանքի մեջ ամենակարևորում այն ժամանակը, որ հանգարց չտանջվի, մեռնում է մեռնի, բայց չտանջվի։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Ու այսօր շատ մարդիկ տանջանքի մեջ են։ Այսօր շատ մարդկանց մտքերն է տանջվում, ցավ է պատճառում։ Բայց այսօր Աստծո կամքն է, որ այդ տանջանքներից քեզ ազատի։ Որ թույլ չտա, որ սատանան իր ծրագրերը իրականացնի քո կյանքում Աստծո խոսքը շեղելու համար։
Որտեղ մարգարեական խոսքը Տիրոջ դա եկսալյուսի պես մխրճում է մեր մեջ, որ առանձնացնի մեր կյանքը։ Աշխարհից առանձնացնի եւ դնի իր փառավոր արքայության մեջ, որտեղ խոսքը ասում է արքայությունը հեռու չի, մոտ արքայությունը։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ես համարում եմ, որ դու այսօր օրհնված կնես, ես շատ տեղեր եմ վերցրել, բայց երկար չեմ խոսի, որտեղ այսօր աղոթելու ենք։ Միասին ենք աղոթելու։ Ամեն։ Միասին աղոթելու ենք, որ խնդրենք Աստծո հոգուն, որ նա լցնի ամեն մեկիս այստեղ, որ մենք էլ դառնանք մասնակիցը երկնային արքայության։ Հալելույա։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Սուրբ Հոգին այստեղ է եւ Աստված հնարավորություն է տալի այսօր յուրաքանչյուրիս, որ Աստծո Հոգին, առատ Հոգին լցնի մեր մեջ, որ մենք կարողանանք նույն ծրագրի մեջ մտնենք, որը Աստված ծրագրավորել է իր տան մեջ։ Հալելույա։ Որ անամասն չմնաս։ Ամեն։ Առաջի Կորինթացիներ։ Հալելույա։ Փառք մեր Աստծուն։ 12-ի 4-ից եմ ուզում կարդամ։ Հալելույա։ Տասնը երկուս չորս Հալելույա, փառք ես Տեր ջան։ Պարգևները զանազան են։ Դու հավատում ես, որ եկեղեցում պարգևները գործում են։ Դու լուրջ հավատում ես, որ Սուրբ Հոգին Աստված շնորհել է եկեղեցուն իր պարգևները, որոնք պետք է գործեն։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ այստեղ յուրաքանչյուրը ես բարի լուրն եմ ասելու քեզ։ Կարող եք այսօր լցվել այդ պարգևներով եւ սկսեք գործել Աստծո Սուրբ Հոգու պարգևներով, որ Աստված ուզում է տա իր ժողովրդին, հալելույա։ Եվ չի ուզում, որ դու անմասն մնաս այն ամենից, ինչ որ Աստված ծրագրավորել է, ինչ որ Աստված տեսիլքով տվել է եւ իր մարգարեական խոսքով ուզում է ինչ անի առաջնորդի մեզ, հալելույա։ Ամեն։ Պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է։ Ասա փառք ես Տեր, որ դու նույնն ես։ Աստված չի փոխվում։ Մեր վրա եղած շնորհքն է եւ պարգևներն են տարբեր, բայց Հոգին մեկ է։ Դրա համար մենք այսօր պետք է համախմբվենք այդ Հոգու շուրջը, հալելույա։ Որ ամուր պահենք Հոգու միաբանությունը յուրաքանչյուրիս մեջ։ Որտեղ եթե մենք Հոգով մեկ չենք, մենք տարբեր մտքերի ազդեցության տակ ենք ընկնում, որ ցույց չի տալի Աստծո գերբնական հրաշքները տեսնել։ Հալելույա, փառք Հիսուսին։ Այսօր Աստված ինձ համար պատրաստել է, մեր համար սիրելիս պատրաստել է իր հրաշալի ծրագիրը իրականացնելու, հալելույա, իր մարգարեական խոսքի միջոցով։ Փառք Հիսուսին։ Հոգին նույնն է, 5-րդ խոսքը։ Հալելույա, որովհետև մեկին հոգուց տրված է իմաստության խոսք։ Դուք պատկերացնում եք, սիրելիներս, Հոգին տալիս է մարդկանց այն պարգևները, որը անհրաժեշտ է եկեղեցու շինության եւ անձնական կյանքի նորոգման համար, հալելույա։ Եվ շատերի փրկության բերելու համար, հալելույա։ Որտեղ այսօր ես տեսամ, որ այն Հոգին, որ ինձ ընտրել է Սուրբ Հոգին, նախաձեռնել է մարդկանց համար լինելու օրհնություն, օգտագործեց իր փառքի համար, որտեղ ես իմս չփնտրեցի, այլ ես փնտրեցի Տիրոջինը։ Ես չասի ժամանակ չունեմ, ես չասի զբաղված եմ, ես չասի գիտեք ինչ դժվար է, այլ ես ասի այո Տեր եւ միանշանակ այո Տեր։ Դու գիտես ժամանակները, դու գիտես ամեն բան, եւ ես ուզում եմ լինեմ օրհնված։ Ու եթե դու ուզում ես լինես օրհնված, այսօր դու պետք է վերցնես Աստծուց իր խոսքը եւ սկսես իրագործել խոսքի զորությունը քո կյանքում, որտեղ եթե դու չես օգտագործում Աստծո խոսքը, վերջարկվում քո կյանքի վրա եւ չես լցում հավատքով, ավելնորդ է խոսալ Տիրոջ կողմից, առաջնորդվելու կարեւորությունը։ Եվ Աստված այսօր կարևորում է, Աստված կարևորում է։
ինձ այս եկեղեցու մեջ եւ նա ուզում է իմ հետ միասին օգտագործի այն պարգևները, որտեղ ով է օգտագործելու պարգևը։ Նա որ ասում է Տեր, ես պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ ամբողջությամբ լցվելու քո հոգով։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եվ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենի մեջ ներգործում է։ Այսօր սիրելիս ես հավատում եմ, որ Սուրբ Հոգու ներգործությունը քո կյանքում կլինի հաստատված։ Հալելույա։ Եվ ես հավատում եմ, որ Աստված կարող է այսօր փոխել քո կյանքը եւ դու ուրիշ մարդ դառնաս Աստծո արքայության համար եւ լիարժեք հավատքի կյանք ապրես։ Հալելույա։ Որտեղ խոսքը ասում է արդարը հավատքով ապրում։ Իսկ հավատքը չտեսնված բաների ապացույցն է, հավատքը լսելուց է, իսկ լսելը Աստծո խոսքից։ Հալելույա։ Ու եթե մենք չենք լսում Աստծուն, չենք լսում այն խոսքը, որով պետք է քարոզվի, չենք լսում այն խոսքը, որը դուրում է մեզ, որը ուզում է սովորեցնի, եւ մենք անտարբեր ենք այդ ամենին, մենք ուզած թե չուզած, չընդունելով Աստծո մարգարեական խոսքը վայրենանում ենք։ Դու այստեղ ես։ Ես ուզում եմ լինեմ հնազանդ Տիրոջը։ Ես կարդամ այդ տեղը, նաև։ Բայց ամեն մեկին, ասա ամեն մեկին։ Չի ասում յուրահատուկ մարդկանց, ամեն մեկին։ Ըստ է բոլորս մեկ ենք։ Ասա մենք ամեն մեկ ենք։ Մեկ եմ, ես իմ համար եմ եկե այսօր։ Ըստ է Աստված չի առանձնացնում ոչ մեկին, ասում է ամեն մեկին, քո համար։ Հավատա, որ քո համար։ Այսօր Աստված իր խոսքն ուղղում հենց քո համար։ Ամեն մեկիդ։ Ու ուզում է, որ իր խոսքի զորությամբ քո կյանքը փոխվի, հալելույա։ Ամեն մեկին։ Չի ասում յուրահատուկներին, չի ասում հովին, չի ասում ծառայողին, այլ ասում է ամեն մեկին։ Ասա ամեն մեկին շնորհք տալի Աստված։ Հենց այսօր։ Ամեն մեկին տրված է։ Գիտեք, մի հատ սիրուն ստենց Աստված պատրաստում է եկեղեցում, հա, քարոզի թեմա, ու սկուտերի վրա, ասա սկուտերի վրա, ասում է տրված է հոգու հայտնությունը, ասա Սուրբ Հոգու հայտնությունը, ինչի համար։ Ով անզում այսօր օգուտ քաղի Աստծուց։ Ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը հոգու համար։ Հիմա ես ասեմ մի օրինակ, ով ստացավ երկնքից հայտնություն եւ հենց իր վրա կառուցվեց եկեղեցին։ Ասա իմ համար այսօր օգուտ պետք է լինի։ Փառք Հիսուսին, որտեղ այն հայտնությունը, որ Աստված այսօր տալիս է ամեն մեկից, չկա մարդ, որ Աստված չհայտնի։ Չկա մարդ, ում համար Աստված խոսք չուղարկի։ Եվ այսօր շատերը կան, որ ասում են, այս քարոզը իմ համար էր, այս խոսքը իմ համար էր, ինչ շատերը անտարբեր են, ասում են, չէ, իմ համար չի։ Գիտեք, Աստված գիտի եւ հոգու հայտնությունը տալիս է ամեն մեկին օգտի համար։ Եթե ես սխալվել եմ, եթե ես մեղք եմ գործել, հոգու հայտնությունը ինձ բերում է ապաշխարության, եւ ես ապաշխարում եմ Աստծո առաջ, որտեղ Աստծո խոսքը ասում է. եկեք, ապաշխարեք եւ ես կնել եմ։ Ով եթե հետ դառնայք, ես կբժշկեմ։ Այսօր մարգարեական բժշկության ծառայություն է։ Արդյոք դու պատրաստ ես վերցնելու խոսքը, որ բժշկվես։ Արդյոք դու պատրաստ ես քո հավատքը ներդնելու բժշկություն ձեռք բերելու համար։ Արդյոք դու հավատում ես, որ Աստված կարա ամեն բան փոխի քո կյանքում։ Դու արդյոք պատրաստ ես լցվելու նրա հոգով, որ կարողանաս այդ հոգու հայտնությամբ քայլես առաջ եւ ի սկզբանե Տիրոջ կողմից, մարգարեների կողմից մարգարեացած խոսքը այսօր քո կյանքում իրականություն դառնա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը օգտի համար, որտեղ մեկին հոգուց տրված է իմաստության խոսք։ Ես
Այնքան էի նայում այստեղը Տերը խոսում էր սրտիս հետ, հալելույա, եթե դու փափագում ես։ Գիտես ինչ էր ասում Պողոսը, ես բոլորիցս շատ լեզուներ գիտեմ, բայց ուզում եմ երկու բառ խոսամ մտքով, որպեսզի շինություն բերեմ ձեզ, որտեղ մարգարեացողը եկեղեցին է շինում, հալելույա։ Մարգարեացողը եկեղեցաշինության մեջ առաջ է գնում։ Գիտեք, լեզուներով խոսողը իր անձը շինում, բայց մարգարեացողը հալելույա եկեղեցին է շինում։ Իսկ դու գիտես, որ դու կարող ես այսօր դառնաս քո տան եկեղեցու հալելույա անդամը, առաջնորդը, որտեղ խոսում է տնային եկեղեցիների մասին, խոսում այն տատիների հավատքի մասին, Տիմոթեոսին երբ որ խոսք էր ասում, ասում էր հիշիր քո տատուց եկած հավատքը, հավատարիմ մնա, որտեղ այդ ամենը սերմանվել է քո մեջ։ Եվ այսօր Աստված ուզում է իր մարգարեական խոսքը սերմանի քո մեջ հայտնություն, որը օգուտ կբերի քո կյանքի եւ հավատքի կյանքում։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Նույն հոգովը, ուրիշին բժշկության պարգև նույն հոգով, ուրիշին զորությունների ներգործություն եւ ուրիշին մարգարություն, ուրիշին հոգիների ընտրություն, ուրիշին այլ եւ այլ լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն, բայց աս ամենը հենց միևնույն հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով, ինչպես կամենում է, հալելույա։ Կաստ է մարդիկ, ովքեր Սուրբ Հոգով լցված են, ուրիշին լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն, Փառք Հիսուսին, այսօր եկեղեցու 90%-ը մկրտված է եւ լեզուներով են խոսում։ Եվ սա Աստծո պարգևն է։ Եվ չգնահատել այն ինչ որ Տերը անում է այսօր, դա կլինի մեր կողմից առնվազն գիտես անտարբերություն։ Բայց երբ որ Աստված կամեցել է, եւ քո քրոջը դու եղբորդ մկրտել է իր հոգով եւ բաժանել է քեզ այդ լեզուներն ա տվել, որը նաև պարգև է Աստծո կողմից տրված, հալելույա, դա պետք է լինի գնահատված յուրաքանչյուրս յուրաքանչյուրի համար, հալելույա, կողմից։ Ու եթե դա չի գնահատում, Աստված ավելին չի տա։ Եվ մենք ես դա պետք է գնահատենք այսօր, հալելույա, որ Աստված ջան, դու կամեցել ես, քո կամքով է, որ իմ քուրս մկրտվել է, քո կամքով է, որ իմ քուրս լցվել է, իմ եղբայրս լցվել է, եւ ես գնահատում եմ դա։ Փառք Հիսուսին, որտեղ դու ես կամեցել որ տաս, դա իմ կամքը չի սիրելիներս, դա քո կամքը չի, դա սո կամքն է եւ Աստված է կամեցել, Աստված է ներգործել, Աստված է բաժանել, ում որ կամեցել է։ Եվ դա Աստծո շնորհքն է։ Եվ Աստված կամենում է, Աստված կամենում է։ Հալելույա, մեր Աստված կամեցող Աստված է։ Փառք Հիսուսին, ամեն։ Ես ուզում եմ բացենք Առակաց 29-րդ գլուխը։ 29-ի 18-ը։ Հալելույա, փառք ես Տեր ջան, թող ամեն բան խաղաղվի եւ լինի քո կամքը։ Մենք արգելում ենք կարկուտին Հիսուսի անունով եւ խնդրում եմ որ քո անձրևները գան եւ ողեն մեր երկիրը Հիսուսի անունով։ Հալելույա։ Առակաց 29 18 Առանց մարգարեության, ասա առանց մարգարեության ժողովուրդը կվայրենանա, բայց ով որ օրենքը պահե երանի նրան, հալելույա, ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հոգու հայտնությամբ այդ մարգարեական պարգևը ընդունենք մեր մեջ, որտեղ խոսքն ասում է, ով որ լեզուներով խոսքում է, թող փափագի, որ մարգարեանա է, հալելույա, ամեն, որտեղ եթե ես լեզուներով խոսում եմ, ասում եմ նորից, դա իմ համար է, դա իմ բարձրացման համար է, իմ անձի շինության համար է, բայց մարգարեական խոսքը, որը ուղղված է եկեղեցուն, որը ուղղված է անձամբ քո ընթացքի համար, որը ուղղված է հավատքը հավատարիմ պահելու համար, դա իրագործվում այն ժամանակ, երբ որ դու ընդունում ես։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Փառք, փառք, փառք մեր Աստծուն։ Այո, այս ձենը չի խանգարի մեզ,
ու մենք հավատում ենք, որ Աստված ողորմած է, թող Աստված ողորմի մեր երկիրը Հիսուսի անունով։ Այո, Աստված խոսում է եւ ասում է։ Շատ կարևոր է, որ մենք այսօր ընդունենք մարգարեական խոսքը եւ բժշկվենք։ Ամեն։ Գիտեք, շատ ժամանակ հենց մարգարեական խոսքն է առաջնորդում մեզ դեպի այն հաղթանակները, որին մենք հավատում ենք։ Հալելույա, ամեն։ Երբ որ մենք տեսնում ենք, որ Աստված առավոտ կանուխ իր մարգարեներին ուղարկում է իր ժողովրդի մոտ, որպեսզի Աստծուց վերցված խոսքը փոխանցվեր ժողովրդին, եւ ժողովուրդը զգար, հասկանար եւ ընդուներ իր մեղքը եւ հետ առնալ Աստծուն եւ ընդուներ Աստծո շնորհքը, այդ ժամանակ ոչ մի չար բան, ոչ մի կետ չէր կատարվի։ Բայց երբ որ մարգարեները գալիս էին, բերում էին մարգարեական խոսքը, հալելույա, ամեն, ոչ թե մարդկանց լսելիքին հաճելի, այլ մարդկանց ուղղելու համար, եւ մարդիկ, որ պետք է ուղղվեին եւ վերցնեին այդ խոսքը, ցավոք սրտի, շատ ժամանակ այդ անտերբունությունը եւ չլսելը Աստծո մարգարեական խոսքին, նրանց կյանքը դարձնում էր անտանելի, որտեղ Աստծո խոսքը միշտ ուղղորդում է իր մարգարեական խոսքով դեպի շինություն, ասա դեպի շինություն։ Եվ մարգարեական խոսքը չի կարա մարդուն շեղի ճշմարտությունից։ Մարգարեական խոսքը չի ուզում մարդուն գցի, այլ մարդուն ուզում է կառուցի, մարդուն վերականգնի, վերադարձնի գողացվածը, որ մարդը կարողանա մարգարեական խոսքը վերցնելով հաստատվի Աստծո ճշմարտության մեջ եւ դառնա հաղթող յուրաքանչյուր իրավիճակում։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հայտնություն 1:3-ում Հայտնություն 1:3-ը Երանելի են այն մարգարեության խոսքեր կարդացողը եւ լսողները։ Դու պատկերացնում ես ինչ ասում։ Մենք երբ որ գալիս ենք եւ լսում ենք Աստծո խոսքը, մենք դասում ենք երանելիների շարքը։ Ամեն։ Որտեղ քո կյանքից երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, իր մարգարեական խոսքը, ինքստիկյան դու դառնում ես երանելի մարդ։ Եվ շատերը պետքա տեսնեն հոգու զորությունը քո կյանքում։ Շատերը պետքա տեսնեն այն պարգևները, որոնք քո կյանքում Աստված ուզում է օգտագործի։ Եվ սատանայի ամենամեծ նպատակը գիտեք որն է, որ քեզ շեղի ճշմարիտ խոսքից, մարգարեական խոսքից։ Գիտեք, ես շատ էի քննում այս շաբաթվա ընթացքում, եւ ես տեսնում էի, որ յուրաքանչյուր խոսք Տիրոջ կողմից ուղված այն մարգարեական խոսքերը, որը հռչակվել են մեր եկեղեցու համար, դրանք իրագործվում են հերթականությամբ, որ ոչ մի բան չի անցնում մարգարեական խոսքից, մինչև չի կատարվում։ Եվ նայած թե մենք ոնց ենք ընկալում այն ամենը, ինչ որ Տերը պատրաստել է մեզ համար, հալելույա, որտեղ մենք եկեղեցի ենք։ Ես եկեղեցու մի անդամ եմ։ Եվ ես չեմ կարող ասել իմ եղբորս դու ինձ պետք չես։ Եվ ոչ էլ դու կարաս ինձ ասես դու ինձ պետք չես։ Որտեղ մենք բոլորս մեկս մյուսին պետք ենք։ Հալելույա։ Ամեն։ Հավատում ես։ Գիտեք մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ ձեզ։ Աստծո խոսքից։ Երբեք չմտածես, որ միաբանության մեջ գալով, թշնամին կարա քեզ վնասի։ Եվ նրանք ովքեր որ քո դեմ են, ովքեր որ քեզ չեն ընդունում, բայց դու հոգով լցված ես, Աստված ամեն բան փոխում է։ Եվ ես հավատում եմ այսօր շատերիս կյանքը փոխվելու է։ Բարձրացած ձեռքերդ ասա Տեր, այսօր իմ կյանքը փոխվելու է։ Հիմա մի տեղ եմ ուզում կարդամ, այնքան հրաշալի է, երբ որ ես նայում եմ, ես ասում եմ Տեր, կարա այդ ձևի բան լինի ու Տեր ասես, կարա լինի, եթե դուք լցվեք իմ հոգով։ Եթե դուք լցվեք իմ հոգով, թշնամու ուղարկած բոլոր նետերը հանգելու են եւ թշնամությամբ լցված մարդիկ փոխվելու են։ Ասա, թշնամությամբ լցված մարդիկ փոխվելու են։ Հիմա կարդանք այդ տեղը։ Ուզում ես կարդամ այդ տեղը։ Հետաքրքիր է քեզ։ Փառք Հիսուսին։
Առաջի թագավորած, առաջինը, որ մենք պետք է դառնանք ուրիշ մարդ, դա միանշանակ է, հալելույա, ամեն։ Այդտեղ էլ կարդանք առաջի թագավորած 19-րդ գլուխ։ Տասնինը, հալելույա, 20-րդ խոսքից։ Հալելույա։ Նայեք, տեսեք ինչ ասում։ Ըստ 19-րդ խոսքում, 18-րդ խոսքում ասում, այսպես փախավ Դավիթը եւ պրծավ եւ գնաց Ռամա Սամուելի մոտ եւ նրան պատմեց այն ամենը, որ Սավուղն իրեն արել էր։ Հետո նա Սամուելի հետ գնաց եւ նավակի մեջ բնակվեցավ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Նայեք, մեկը ընկել էր իր հետևից ու ամեն օծված մարդու հետևից ինչ որ մեկը ընկնելու է։ Սա ես դու, որ ուզել է կանգնեցնի։ Գիտեք, Աստված օծել էր Դավիթին, վերցրել էր Սավուղի օծությունը, թագավորությունը եւ տվել էր մի հատ երիտասարդ, որը որ ոչ մի խնդիր չուներ։ Ոստա հավատում էր Աստծուն։ Նվիրված էր Աստծուն։ Ու մենք տեսնում ենք նրա հավատարմությունը ամեն տեղ, որտեղ որ նա գնահատում էր Աստծուց տրված օծությունը մարգարեական խոսքով։ Եվ փախավում մոտ, մարգարեի մոտ, ասա ես գալու եմ քո մոտ, Հիսուս ջան։ Չգնաց իր համար, ինչ որ մարդիկ ընտրեց, այլ գնաց, բնակվեց Սամվելի մոտ, ով որ այդ ժամանակ Իսրայելում դատավոր էր, ով որ մարգարե էր, նրա մոտ ում վրա կարողություն, փախավ նրա մոտ։ Հալելույա։ Այսօր շատ մարդիկ փախնում են, գիտես ում մոտ, հակառակված մարդկանց մոտ։ Միանում են նրանց հետ, ովքեր որ չեն գնահատում, գնում են ձևի մարդկանց մոտ, ովքեր որ օծված չեն եւ օծությունը չի գործում։ Գնային մարդու մոտ, ով որ օծված է, գնային մարդու մոտ, ով որ կկանգնի քո հետ միաբանության մեջ, ով որ հոգու միաբանությունը ամուր պահում է եւ ասում արի միանանք իրար հետ, ասա ամեն մեկիս, ամեն հոգու միաբանությունն է պետք։ Ներկեսեք ինչ ասում։ Այն ժամանակ Սավուղը մարդիկ ուղարկեց, որ Դավթին բռնեն։ Ես զարմացել էի, հալելույա, ամեն։ Նայեք, Դավիթի հետևից ընկածել, փախել էր, եկել էր Սամվելի մոտ, իսկ Սամվելի հետ լինելով Դավիթը ապահովության մեջ էր։ Հավատում ես, ոչ թե իր կարողությունն էր Սամվելի, այլ Սուրբ Հոգու ներգործությունը այնքան ուժեղ էր, Սուրբ Հոգու պաշտպանությունը այնքան ուժեղ էր, որ նրանք, ում որ ուղարկել էին բռնելու, Աստծո ներկայության մեջ փոխվեցին։ Նայեք ինչ ասում։ Եվ երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովքը, հալելույա, ասա մարգարեների ժողովք, ով էին, հակառակված մարդ, հակառակված մարդու կողմից ուղարկված մարդիկ, ովքեր եկել էին բռնեին Դավիթին, բայց եկան ինչի հանդիպեցին։ Գիտես, այսօր շատ ժամանակ այս կարևոր այս միաբանությունը հոգու։ Ամեն, որ հակառակված, թշնամու կողմից ուղարկված ինչ-որ մեկը գա, տեսնի մեզ միաբանության մեջ։ Բարձրացած ձեռքերդ, ասա, ես քո հետ եմ Հիսուս։ Եվ տեսեք ինչ հրաշալի ժամանակ է լինում։ Ասում է եկան, տեսան, մարգարեություն, ասա պետք է տեսնեն եկեղեցու մեջ այս միաբանությունը։ Որտեւ եթե եկան տեսան հակառակություն, եթե եկան տեսան դժգոհություն ինչ-որ մեկի մեջ, դրա հետ են միաբանվելու եւ իրանց գործը կատարելու են։ Երբ որ գալիս են ու տեսնում են միաբանություն, սեր, ամեն բան փոխվում է։ Ասում է մարգարեական հանելու են, լավ արեք։ Անող մարգարեների ժողովը նրանց վերակացու Սամվելին։ Հալելույա։ Ասա կարգ ու կանոն։ Տեսան եւ մարգարեներին եւ բոլորիդ, ոչ թե եկան տեսան Հովիվին, այլ տեսան բոլոր ժողովրդին միաբանության մեջ։ Եվ ասում է, եւ նրանց վերակացու Սամվելին կանգնած Աստծո հոգին, ասա Աստծո հոգին, Սավուղի ուղարկած մարդկանց վրա եկավ,
Դու ուզում ես քեզ հակառակված մարդու վրա Աստծո հոգին իջնի։ Գիտեք, Սամվելը ոչ զենք ուներ, ոչ մի բան չուներ, բայց մի բան ուներ, Աստծո խոսք եւ ուսուցում։ Եվ իր դիրքում հավատարմություն։ Ու ասում է, Սամուելի կողմից ուղարկված մարդկանց, հալելույա, ինչ արեց, վրա եկավ եւ նրանք էլ մարգարություն արին, ասա փոխվում են բոլորը։ Ինչ արեց, հակառակ ուղղի կողմից ուղարկված մարդկանց վրա հոգին եկավ, ու այդ մարդիկ փոխվեցին։ Հաջորդը 21-ը։ Եվ Սամուելն իմացավ, չհաջողվեց, ասա թշնամուն չի հաջողվելու ինձ կանգնեցնել։ Հիմա շատ չեմ ասելու, բայց հիմա պատտվի, ասա չի հաջողվելու։ Որտեղ հոգին այստեղ է։ Ամա նորից ուղարկեցին։ Գիտես, այնքան հետաքրքիր է, որ Տերը բացել էր այս տեղի հայտնությունը, ինձ ես զարմացել եմ, ասում եմ Տեր իմ Աստված, ես ուզում եմ հոգով լցվեմ, ուզում եմ լինեմ այն դիրքում, որտեղ որ դու ինձ կանգնեցրել ես։ Ինչքան էլ հակառակված մարդ կա, պետք է Տիրոջ հոգով լցվի։ Ու գալու է այդ օրը։ Ես ձեզ ասում եմ գալու է։ Ինչքան էլ ուղարկվածն են, հակառակված, եկել են քեզ վնասելու, քեզ բռնելու, մեկ էլ Տիրոջ հոգին իջնում է իր վրա։ Հալելույա։ Ով ասում Տիրոջ հոգին իջնում է իր վրա։ Ու ասում է, եւ սա նրանք էլ մարգարեություն արեցին, փոխվեցին։ Եկել են հակառակված, բայց Աստծո խոսքն են խոսում։ Հալելույա, գիտես ինչն է մարգարեություն, ես սիրում եմ, Աստված սիրում է, Աստված ներում է, Աստված ողորմած է, Աստված հզոր է, Աստված է, որ ամենն է, հալելույա, ամեն մարգարեանն է։ Աստված ամեն բան կարող անում։ Եվ Սամուելը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, եւ նրանք էլ մարգարեություն արեցին։ Փառք Հիսուսին։ Ես զարմացել եմ, ասում եմ Տեր Աստված, 3 անգամ մարդ ուղարկեց, այդ մարդիկ փոխվեցին։ Այն մարդիկ, ովքեր որ կգան եկեղեցի հակառակված, Աստծո հոգին փոխելու է։ Ես քեզ մարգարեական խոսք եմ ասում։ Բայց վերջում այն մարդը, որ օգտագործում էր այդ մարդկանց ուղարկելով ռազմետքի, հայերեն հետախուզման, իսկ գիտեք շատ հետախուզներ են գալիս, հետախուզելու, իմանալու, եկեղեցում ինչ է կատարվում, ու շատեր են գնում են դրա տակ, հոգին չի թողելու, ասա հոգին չի թողելու։ Հետո որ հետախուզման համար է եկև լցվելու է Աստծո հոգով ու փոխվելու է։ Բայց վերջում 22-րդ խոսքը այն ժամանակ ինքն էլ գնաց Ռամա։ Այդ ծրագիրը իրականացնող ու ուզում էր իրականացնել իր չար ծրագիրը, ինչ արեց Սամուելը, ինքն էլ գնաց Ռամա։ Ասա վերջը գալու են։ Գնաց։ Եվ մինչև Սեկովքի մեջ ջրորի գալը հարցրեց եւ ասեց. «Ուր են Սամուելն ու Դավիթը»։ Չասեց ուր է Դավիթը։ Բա ես իր հետ հարց ունեմ, Սամվելի հետ հարց չունեմ, բայց Դավիթի հետ հարց ունեմ։ Ուներ, չէ՞։ Բայց ինչ ասում, Սամվելն ու Դավիթը ուր են։ Ասա ես միշտ Սամվելն եմ ունենալու իմ կողքս։ Որ մարդիկ ոչ թե կան իմ համար, այլ կան Հիսուսի մոտ։ Ամեն։ Որտեղ ես Հիսուսի պաշտպանության տակ եմ։ Ես նրա պաշտպանության տակ եմ։ Հիսուսի անունով, ամեն։ Ու ինչ ասում։ Ընդ ասին, նրանք Ռամայի նավաթում են։ 23-րդ խոսքը։ Գնաց եւ Ռամայի նավաթը եւ նրա վրա էլ եկավ Աստծո հոգին։ Փառք Հիսուսին։ Սրանց առաջ որ կարդում ենք, մենք տեսնում ենք չար ոգիեր եկե։ Տանջում էր իրան։ Հենց այդ չար ոգին էր ինչ անում իրան առաջնորդում դեպի հակառակություն, դեպի ում, դեպի Դավիթի ոչնչացմանը, բայց սա փոխվեց։
ինքն էլ գնաց վերջում։ Տեսա, որ իր մոտ չի ստացվում, հետախոզների մոտ չի ստացվում, որտեղ Սուրբ Հոգին գործում է, Սուրբ Հոգին առաջնորդում է, Սուրբ Հոգին հրաշքներ է գործում, ու ոչ մեկի մոտ չի ստացվում, ինքն էլ գնաց։ Ես կգնամ ինչ-որ բան կտեսնեմ։ Եկավ ու ինչ անում։ Ու նրա վրա էլ եկավ Աստծոքին եւ իջև Ռամայի նավաթը հասները գնալով մարգարեություններ անում։ Ինչ էր անում, փոխվել էր։ Ասա մտադրությունը փոխվում է։ Ճանապարհին, ասма հələ միջև հասնելը արդեն մարգարեություններ անում։ 24-րդ խոսքը։ Եվ նա էլ իր հանդերձները հանեց։ Գիտեք, այն հանդերձները, որոնք խանգարում են, այն հանդերձները, որոնք Աստծուց չեն։ Պետք է ինչ արեց, հանեց։ Եվ ասում է, եւ Սամվելի առաջին նա էր մարգարեություն անում, եւ այն բոլոր օրերը եւ բոլոր գիշերը մեր վայր ընկավ գետինը, նրա համար ասում են, թե Սավուղն էլ մարգարեների մեջ է։ Ինչ արեց, մեր կացավ Աստծո առաջ։ Ամբողջովին, հալելույա, ամեն, ոչ մի բան չպայես հին քո մեջ։ Մեր կացի Աստծո առաջ։ Ընկիր եւ մարգարեական հոգին կիշնի քո վրա եւ դու կսկսես մարգարեանալ։ Հալելույա։ Ամեն։ Եվ մենք պետք է պահենք այս ամենը, ինչ որ Աստված տալիս է մեզ։ Եվ առաջի թագավորաց 16-ը 10-րդ գլուխ 6-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Տեսեք ինչ ասում, եւ քեզ վրա կգա Տիրոջ հոգին, եւ նրանց հետ մարգարություն կանես, եւ դու կփոխվես, ուրիշ մարդ կդառնաս։ Հալելույա։ Դրա համար ինչի է կարևորում Աստված այսօր եկեղեցու մեջ միաբանությունը։ Ինչի է կարևորում հոգու շուրջը հավաքվելը։ Ինչի է կարևորում աղոթքները։ Ինչի է կարևորում տնային խմբակները, ծառայությունները։ Ինչի համար Աստված կարևորում այն ձեզ ամենի համար։ Հալելույա։ Ամեն, որպեսզի մենք միաբան լինենք Տիրոջ մոտ եւ երբ որ գալիս ենք միաբան աղոթքի, երբ որ միանում ենք Աստծո Սուրբ Հոգուն, լցում ենք Աստծո Սուրբ Հոգով, ինչ որ բան տեղի ունենում։ Եվ ես հավատացած եմ, այսօր քո կյանքում ինչ որ բան տեղի կունենա։ Փառք Հիսուսին։ Պատտվի կողքին տասա դու փոխված մարդ ես գնալու այստեղից։ Հալելույա։ Այսօր ասում եմ, չէ՞ շատ չեմ ասելու, բայց կարևոր բաներ կան, որ մենք պետք է իրար ասենք։ Ես պետք է ասեմ, դու պետք է փոխված գնաս այստեղից։ Ինչն է կարևորում, երբ ես դու փոխվում, երբ որ Տիրոջ հոգին գալիս է քո վրա։ Ինչ դու գալիս ես եկեղեցին չի համար, նայելու ինձ, պետք չի գաս ինձ նայես։ Արի հոգով լցվելու, արի աղոթելու, արի խոսքը վերցնելու, արի, որ դու ստանաս Աստծուց այն, ինչ որ Աստված նախապատրաստել է իրան սիրողների համար։ Կաս թե մարդը, որ Հիսուսն է սիրում է։ Ասում է, ինձ սիրողին պատվիրանները պահում է։ Բայ է պատվիրանները, այսօր օրն է։ Հալելույա։ Ուրիշ մարդ կդառնաս, դու կփոխվես, Տիրոջ հոգին կիշխի քո վրա եւ դու ուրիշ մարդ կդառնաս, հալելույա, դու կփոխվես եւ կլինես օրհնված մարդ։ Հալելույա։ Փառք ես Հիսուս ջան։ Գիտեք, ու շատ տեղեր կան, կարանք կարդանք, տեսնենք, հալելույա, եւ գիտես քննենք, որ այս մարգարեությունները, որոնք Տերը տալիս է մեզ, մենք պետք է անվերապահորեն դարձնենք մեր համար կյանք, հալելույա, ամեն, եւ հայտնության 19-ի 10-րդ խոսքը ուզում եմ կարդամ, հետո կանցնենք բժշկության։ 19-ի 10։ Հալելույա։ Ու տեսեք ինչ ասում, եւ ես ընկա նրա ոտների առաջին, որ երկրպագեմ նրան եւ նա ասեց ինձ, զգուշ կաց, մի անիր, ես ծառայքից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայություն ունեն։ Ով այսօր ուզում է վկայություն ունենա։ Մենք խոսացինք, չէ, որ ինչա, հենց վկայությունն է երկնքից տրված մեզ փոխում։ Հալելույա, որ մենք ընդունենք մարգարեական խոսքը եւ ասում է քո եղբայրին, որ Հիսուս Քրիստոսի վկայություն ունեն։ Հալելույա։
Նայեք, Քրիստոսի վկայություն ունեցողների կողքը հրեշտակներն են կանգնած։ Եթե դու վկայություն ունես Աստծուց, մարգարեական խոսք ունես քո կյանքի վրա հռչակված, Քրիստոսը կանգնած է քո կողքը։ Ու ասում ես քո ծառայակիցն եմ, ինձ ոչ մի բան մի արա։ Որտեղ ես ծառայում եմ նրանց, ովքեր Քրիստոսի վկայություն ունեն։ Ու եթե դու այսօր Աստծո վկայությունը չունես Հիսուսի, դու չես կարող լինես պաշտպանված հրեշտակների կողմից։ Որտեղ էստե կոնկրետ խոսում է ես քո ծառայակիցն եմ քեզ ու քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ Հալելույա։ Ով ուզում այսօր այդ վկայությամբ ամբողջությամբ լցվի Տիրոջից։ Գիտես Քրիստոսը վկայեց, հալելույա, ամեն, քանի որ ոչ տաք ես, ոչ սառը, այլ գարջ ես, ես էլ կպսնենք ես, կամ սառը լի կամ տաք եղի, ամեն, իմ հետևից եկողը պետք է խաչը վերցնի ու մետ գա, դու պետք է վկայություն ունենաս, որն է քեզ տանում հաղթանակների, որն է քեզ հնարավորություն տալի մարգարեական խոսքը կյանքում իրականություն դարձնելու, Փառք Հիսուսին։ Գիտեք իմ կյանքում երբ որ մարգարեությունը եղավ առաջի անգամ 10 կետանոց մարգարեություն էր ու երբ որ այդ մարգարեությունը խոսում էր այն մասին, որոնք ես պետք է անցնեի, ես զարմացած եմ, ես ասում եմ, ձեր բան հնարավոր չի իմ կյանքում լինի, բայց հենց մարգարեությունը եկավ, գործողությունը սկսվեց։ Ասա այսօր Տիրոջ հայտնությունը իմ կյանքում սկսելու է։ Ու դու պետք է անցնես այդ ճանապարհը։ Նեղ փշոտ քարքարոտ ճանապարհ։ Հալելույա։ Կարող է այսօր քո դուրս շատ բան չգա։ Այսօր կողքից շատ բաներ խոսան, ու ասեն կարևոր չի գնաս եկեղեցի, կարևոր չի Աստծո հայտնությամբ ապրես, կարևոր չի այդ մարգարեական խոսքը, այդ քեզ չի վերաբերվում։ Գիտես ինչքան մարդիկ այսօր կորցրել են Աստծո կողմից տրված մարգարեական խոսքը։ Ինչքան մարդիկ շեղվել են Տիրոջ կողմից մարգարեացած խոսքից։ Եվ մենք տեսնում ենք, թե այն շեղված մարդիկ, ովքեր որ մարգարեական խոսքը անարգում են եւ չեն ընդունում իրաց կյանքերի մեջ, նրանց վերջը ինչ էր լինում։ Գիտեք, շատ ժամանակ մենք մտածում ենք, որ պետք է գան ու Երեմիայի ժամանակն էր, երբ որ թագավորը կանչել էր շատ մարգարեների, որ մարգարեանան, իսկ նրանք եկան, գիտես ինչ էին մարդը, գնա կհաղթես։ Ու դե թագավորներից մեկը ասեց, թե ուրիշը չկա, հասկացանք, այսքան լիքը մարդ է կնեն, մենակ լավն են ասում։ Բա մեկը չկա, որ Աստծո կողմից ուրիշ բան ասի։ Ասեց կա, որտեղ բայց ինքը միշտ իմ համար վատ է մարգարեանում։ Ստես դու։ Իմ լավը չի ուզում։ Միշտ իմ դեմա, իսկ մենք տեսնում ենք, թե ինչի է այդ մարգարեն Աստծո կողմից միշտ ինչ անում, հանդիմանում թագավորին։ Թագավորի դուրն էլ չէր գալի։ Գիտես սիրելիս, այսօր շատ մարդիկ կան, որ կարող է իրանց դուրը չգա։ Չգա, երբ որ դու ճշմարտություն ես խոսում, մարգարեական խոսք ես ասում, Տիրոջից վերցնում ես, ասում է, մի սիրի աշխարհը, ոչ էլ աշխարհի միջի ցանկությունները։ Դե ո՞նց կլինի չսիրեմ, բա աշխարհը ո՞նց։ Ասա Աստված ասում է։ Եվ հավատալ, որ հենց դա մարգարեական խոսք է, որ զգուշացնում է մեզ, որտեղ այս գրքի բոլոր խոսքերը մարգարեական են։ Ասա այս գրքի խոսքերը մարգարեական են։ Եվ դա վերաբերում է ամեն մեկից։ Եվ ասում են ժողովուրդը մարգարեությունները անարգելու պատճառով ինչ են վայրեն անում են, իսկ վայրենին չի կարող հանազանդ լինի։ Գիտեք մի հետաքրքիր բան, սս իմ հոգուս մեջ տեսնում եմ, երբ որ կենդանիներ կան, չէ՞ կովեր կան, իրանց սիրուն կտվորը, երբ որ սիրում է իրանց, մշակում է իրանց, կերատալի, հետո ղաշաբում է, հոգ է տանում, երբ որ կտի ժամը գալիս է, այդ կովը խելոք գնում կանգնում է կտվորի մոտ է։ Ամեն։ Որտեղ խնամված է, ընդունված է ու իր պտուղներ տալիս է կաթը։ Փառք Հիսուսին։ Ասա Փառք Հիսուսին։ Բայց վայ վայրենի կենդաններ կան։ Ոչ մի կտվոր չի ուզում մոտենալ։ Լավ կատնատու է, լավ ցեղատեսակի է, բայց վայրենի է։ Լսել եք չէ՞ որ ասում է տալիս է, հետո ոտով տալի խփում թափում է։ Այդ ձևիններն էլ կան։
Բայց խոնարը սիրված է։ Խոնարը տալիս է իր պտուղը։ Խոնարի միշտ հոգ են տան։ Հալելույա, ամեն։ Ամենալավն են տալի։ Այն ամենալավ կթանկովին ամենալավ խոտն են տալի, ամենալավ կերակուրն են տալի, որ ինչ անեն, օգուտ քաղեն, հալելույա, ամեն, ասա Աստված ջան, ես դառնալու եմ օգուտ քաղող, հալելույա, որ ինձանից օգուտ քաղես դու, Փառք Հիսուսին, համաձայն ես Աստծո խոսքի հետ, վերցնում ես Աստծո խոսքը, բոլոր գրքի մարգարեությունները վերաբերվում է մեզ, հալելույա, Փառք Հիսուսին, ամեն, հալելույա, և այսօր Աստված խոսք ունի մեզ ասելու, ամեն, ես կխոսեմ ու կաղոթենք այսօր, քիչ ժամանակ ունենք, դու ընդունում ես, որ այսօր պետք է դու հոգով լցվես, ասա Աստված վերցնում է իր Սուրբ Հոգուց և բաժանում է մեզ, լցնում է ամեն մեկից, հալելույա, Միտեղ էլ կարդամ ու անցնենք բժշկության, հալելույա, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, Աստված այստեղ է, այսօր շատ բան փոխվելու է, Առակաց 12-ի 18, Շատախոս է լինում, որ սուրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկությունը, հալելույա, ով ասում, որ այսօր իր լեզվով գա բժշկություն, ասա ես այսօր բժշկվելու եմ, գիտես կարևոր չի մենակ մարմնավոր ցավերը, այլ մենք նաև հոգևոր բժշկության կարիք ունենք, համաձայն ես իմ հետ, մենք այսօր հոգևոր բժշկության կարիք ունենք նաև, Հալելույա, մենք հավատքի վերականգնման կարիք ունենք, այսօր շատ բաներ մեր կյանքերում չեն կատարվում, որտեղ Աստված հավատ չի գտնում, բայց որտեղ որ հավատ կա գտնում, ընդ հրաշք կա լինում, հալելույա, ամեն, գիտեք այսօր եթե ես չհավատայի, որ ինչ որ բան պետք է փոխվեր աղոթքի միջոցով, ես չէի գնա, բայց ես հավատացի և իմ հավատքին Աստված արձագանք տվեց, ոչ թե իմ հավատքին, այլ նաև սպասող մարդու հավատքին, հալելույա, աշխարհիկ մարդ, ես այդ ամեն տեղ վկայելու եմ, 90 տարեկան տատին, որը տեղաշորի մեջ պարկած էր, մամեց, հալելույա, Հիսուսին ընդունեց ու սուրճ խմեց, սեղանի շուրջը, ասա այսօր կանչել է Աստված ինձ, որ վեհ կենամ, ամեն, գիտես կան մեռած մարդիկ կան այսօր, պայմանական մեռած, որտեղ որ Քրիստոսին չունի, կյանք չունի, ասա քո հայտնությունը Տեր ջան, Երեմիա 33, 6-րդ խոսքը, ի սկզբանե Աստված ուներ, ահա ես դնելու եմ նրա վրա սպեղանիկ և բժշկություն, ասա Աստված մեր վրա սպեղանիկ է դնելու և բժշկություն, և պիտի բժշկեմ նրանց, սա խոսք է, որ մարգարեն հռչակում է, Աստծո խոսքը, և այս Աստծո խոսքը այսօր հռչակում այստեղից, և ես կբժշկեմ նրանց, և պիտի հայտնեմ նրանց խաղաղության և ճշմարտության առատություն, և ես հետ պիտի դարձնեմ Հուդայի գերությունը և Իսրայելի գերությունը, և պետք շինեմ նրանց ինչպես առաջ, հալելույա, ամեն, Աստված միշտ ուզում է բժշկի և վերականգնի, ու այսօր յուրաքանչյուրս, եթե դու նեղված ես, եթե դու անհանգիստ ես, կամ ինչ-որ բան դեռ քո կյանքում հաստատված չի, այսօր օրն է, ասա այսօր օրն է, որ դու հետ դառնաս, որ Աստված բժշկի, որտեղ եթե դու մինչև հետ չդառնաս Աստծո մարգարեական խոսքին,
բժշկություն չի լինի։ Եվ ասում է, որ սա կատարվում է այն, ինչ որ Եսայան մարգարեացել էր։ Հալելույա։ Եսայան մարգարեցավ ու քանի հազար տարի, քանի հարյուր տարի հետո Քրիստոսը այդ մարգարեությունը իրականություն դարձրեց։ Այսօր բոլորիս համար Աստված խոսք ասե ի սկզբանե, հալելույա։ Գիտեք մի հետաքրքիր բան։ Ես միշտ գնում եմ այն տեղը, որտեղ որ Աբելի ու Կայենի հարցն էր որոշում, երկու եղբայր եկան Աստծո մոտ։ Մեկին Աստված ընդունեց, մեկին չընդունեց։ Գիտեք, ես այդ մարգարեական խոսքը Տիրոջ մինչև այսօր իմ կյանքի մեջ կա, հալելույա, ասում է, մեղքը դրան առաջ պարտած է ու քեզ է փափագում։ Դու հավատում ես, որ մեղքը փափագում է։ Բայց ասում է, դու իշխի դրա վրա։ Հալելույա, որ գլուխդ բարձր լինի։ Գիտես, այո, բոլորիս կյանքում էլ ինչ-որ բան լինում է, երբ որ մենք գլուխներս կախում ենք։ Գիտեք խի, որտեղ գնում ենք մեղքի մեջ։ Այնպես չի, որ ապահոված ենք, ինձանից սկսած, այն ամենանորահավատից վերջացած, բոլորս էլ ապահովում ենք այն ժամանակ, երբ որ մարգարեական խոսքի հայտնությունը վերցնում ենք ու չենք ընկնում էլ։ Բայց ընկնում ենք։ Ու չենք հասկանում, թե խի ենք ընկնում։ Բայց ամենակարևորը, որ ճիշտ ժամանակին հետ դառնաս ու լցվես Աստծո հոգով։ Ճիշտ ժամանակին նայ, երբ որ դու սիրով լցվես, քո սիրտը բացես Աստծո առաջ ու ասես, Տեր իմ Աստված, ես մեղավոր եմ։ Դու արդար ես։ Ես սխալվել եմ, բայց դու բժշկող ես։ Ես ընկել եմ, բայց դու բարձրացնում ես։ Հալելույա։ Ամեն։ Ոչ թե ասես, դե ես եմ որ կամ, ոչ, ես չեմ, դու ես Տեր։ Ես մարդ եմ, դու Աստված։ Ես մարմին ունեմ, Տեր, բայց դու հոգի ես։ Ես ուզում եմ հոգով ապրեմ, որ մարմնի գործերը չանեմ։ Բայց վերջում ասում է, իմ գնալը իմ համար է լավ, մնալը ձեր համար։ Ինձ նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոսին։ Գիտեք, սա ընթացք է, որ մենք պետք է անցնենք, ու այսօր հենց այդ ընթացքի մեջ ենք մենք, որ պետք է շուր դառնանք դեպի Աստծո մարգարեական խոսքը, վերցնենք, բժշկվենք ու սկսենք հոգու հայտնություններով ապրել։ Փառք Հիսուսին։ Թող փառաբանությունը գա։ Սաղմոս 6:2 6-րդ գլուխ 2-րդ խոսքից։ Ողորմիր ինձ Տեր, որտեղ տկար եմ ես։ Գիտես, այո, այսօր շատերիս համար Աստծո ողորմությունը պետք է։ Դու հավատում ես, որ պետք է Աստծո ողորմությունը։ Բժշկիր ինձ Տեր, որտեղ իմ ոսկերքը սարսափում են։ Եվ իմ անձը շատ սարսափած է, եւ դու ով Տեր, մինչև երբ։ Դարձի Տեր փրկիր իմ անձը, ապրեցու ինձ քո ողորմության համար։ Որտեղ մահի մեջ քեզ հիշել չկա, գերեզմանումը ով կփառավորի քեզ։ Սա հասկանում է, որ գերեզմանում եթե մեռնեմ, ինչ օգուտ կարամ բերեմ քեզ։ Ու քանի մենք կենթանի ենք, պտտվի կողքին տասը, քանի կենթանի ես, պետք է փառավոր ես ասում, պետք է իր հայտնություններով ապրես, հալելույա,